Բարի ողջունված օր եմ մաղթում բոլորիդ սիրելիներս։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն ձեր բոլորիդ համար։ Թող Տերը առատապես օրհնի ձեզ եւ գործի ձեր բոլորի կյանքերի մեջ։ Եվ այսօր ուզում եմ խոսել շատ գեղեցիկ թեմայի մասին, որի մասին միշտ երկեր են գրվել, ֆիլմեր են նկարահանվել, շատ է խոսվել այդ թեմայի մասին, բայց քչերն են խորությունը հասկանում այդ բառի իմաստի։ Եվ այսօր խոսելու ենք հենց սիրո մասին։ Այսօր երբ որ բոլորը ասում են ես սիրում եմ քեզ, արդյոք այդ հնչած տողերի մեջ արտացոլվում է իրական սերը, թե դա ուղղակի խոսքեր են։ Այսօր աշխարհը սովորեցրել է մարդկանց, որ սերը զգացմունք է։ Ու եթե զգացմունքը կա, ուրեմն սերը կա։ Եթե զգացմունք չկա, ուրեմն սերը չկա։ Բայց քանի որ մենք խոսում ենք քննելով Աստծո խոսքի հիման վրա, որը եւ համարվում է ճշմարտությունը, Աստվածաշունչը մեզ այլ բան է սովորեցնում։ Բացենք առաջի Հովհաննես 4-րդ գլուխ 8-րդ խոսքը, որտեղ ասում է, որ Աստված ոչ թե պարզապես սիրում է, այլ Աստված հենց ինքը սեր է։ Այսինքն սերը հենց Աստծո էությունն է։ Եվ եթե ուզում ես հասկանալ, թե ինչ է իրական սերը, ուղղակի նայիր Հիսուս Քրիստոսին։ Հիսուսին մերժեցին, բայց նա չդադարեց սիրել։ Հիսուսին անարգեցին, բայց նա չդադարեց օրհնել։ Հիսուսին դավաճանեցին, բայց նա նորից չդադարեց սիրել։ Նրան խաչեցին, բայց նա խաչի վրա ասեց հետևյալ խոսքերը. Տեր, ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում։ Այս է իրական սերը։ Սերը չի սիրում միայն այն ժամանակ, երբ իրեն են սիրում, այլ սերը մնում է հավատարիմ, նույնիսկ ցավերի մեջ։ Առաջի Կորինթացիներիս 13-րդ գլխի մեջ Պողոս առաքյալը այնքան գեղեցիկ է ներկայացնում սիրո մասին խոսքերը։ Սերը համբերատար է, սերը ներողամիտ է։ Սերը չի գոռոզանում, չի հպարտանում, իրենը չի փնտրում, չարը չի խորհում, ամեն բանի դիմանում է, ամեն բանի համբերում է եւ վերջապես սերը երբեք չի վերջանում։ Եվ այս ամենից ելնելով եկեք ինքներս մեզ քննենք։ Երբ որ մենք ասում ենք, որ մենք սիրում ենք, արդյոք մենք համբերատար ենք։ Արդյոք մենք ներողամիտ ենք։ Արդյոք մենք ուրախանում ենք, երբ որ տեսնում ենք ինչ-որ մեկի հաջողությունը կամ օրհնությունը։ Արդյոք մենք կարող ենք ներել այն մարդուն, ով մեզ տարիներ շարունակ ցավ է պատճառել։ Եվ արդյոք աղոթում ենք այն բոլոր մարդկանց համար, ովքեր մեզ թիկունքից հարվածել են։ Ում մենք տարիներ շարունակ նվիրված ենք եղել, սիրել ենք, վերաբերմունք չենք ստացել, արդյոք մենք աղոթում ենք տվյալ մարդու սրտի դիրքի փոփոխման համար։ Թե ուղղակի ասում ենք, որ սիրում ենք։ Ու եթե այս հարցերից հետո մնա մի հարց, որը մնա անպատասխան կամ լռություն տիրի մեր մեջ, ուրեմն ինչ որ դեռ չլուծված խնդիր կա մեր ներսում։ Ու հիմա հիմնավորեմ այս ամենը Աստծո խոսքի համաձայն։ Բացենք առաջի Հովհաննես 4-րդ գլուխ 20-րդ խոսք եւ կարդացեք, թե Աստծո խոսքն ինչ է ասում։ Եթե մեկը ասի, որ սիրում է Աստծուն, բայց ատի իր եղբորը, նա ստախոս է։ Որովհետև եթե դու տեսնում ես քո եղբորը եւ չես սիրում, ինչպես կարող ես սիրել Աստծուն, ում երբեք չես տեսել։ Ինչքան զորավոր խոսքեր են, չէ՞։ Գիտես, սա ոչ իմ գրածն է, ոչ քո գրածն է, ոչ սա հորինված ինչ-որ հեքիաթից վերցված խոսքեր են։ Սա Աստծո հստակ խոսքերն է։ Ինչքան կեղծավորություն է, երբ որ ես կարող եմ ասել ես սիրում եմ Աստծուն, բայց մարդուն վիրավորեմ իմ շուրթերով։ Ասեմ սիրում եմ Աստծուն, ու հենց այդ մարդը իմ կողքից գնա սկսեմ իր հետևից պատը խոսել։ Ասեմ սիրում եմ Աստծուն, բայց ուրախանամ, երբ որ տեսնեմ այդ մարդը ընկած վիճակում է։
Ասում եմ սիրում եմ Աստծուն, բայց արդյոք բաց չթողնեմ այդ մարդուն վարկաբեկելու, նվաստացնելու։ Ինչի մասին է խոսքը։ Ու հիմա հարց։ Այդ սերը Աստծուց է։ Քննենք մի հատ, այդպիսի սերը Աստծուց է։ Իհարկե ոչ։ Չկա միտեղ Աստվածաշնչում գրված մի տող, մի խոսք այն մասին, որ այդպիսի սեր գոյություն ունի։ Չկա, ուրեմն այդ սերը Աստծուց չէ։ Գիտես, իրական սերը երբեք չի ուրախանում, երբ որ դիմացինին ցավ է տալիս։ Իրական սերը հարմար առիթի չի սպասում, որ տվյալ մարդուց բան ասի։ Իրական սերը հաճույք չի ստանում, երբ որ տեսնում է մեկը ընկած վիճակում է ու ավելի խորացնի այդ վիճակը, այլ հակառակը, իրական սերը փորձում է բժշկել, ձեռք տալ, որ բեր բարձրանա, օգնի, օրհնի եւ վերադարձնի Աստծուն։ Սա է իրական սերը։ Նույնիսկ եթե ինչ որ միտեղ սխալ իրավիճակ է, սերը կարող է ասել ճշմարտությունը, բայց կարող է դա անել սիրով, որովհետև մեր Տերն էլ չհամաձայնվեց երբեք մեղքի հետ, երբեք սխալի հետ չհամաձայնվեց, բայց միևնույն ժամանակ չդադարեց սիրել։ Այս է Քրիստոսի սերը։ Ու մենք, որպես Քրիստոսի մարմիններ այս երկրի վրա, մենք պետք է աշխատենք, նմանվենք Աստծուն, նմանվենք Քրիստոսին, սովորել սիրել Աստծո նման, սովորել ներել, համբերել, տանել։ Դու պատկերացնում ես, եթե Աստված վարվեր այնպես, ինչպես մարդը մարդու հետ է վարվում։ Այսօր ոչ մեկին Աստված չեն ընդունելու։ Ոչ մեկին։ Ու հիմա մեզ բոլորիս մի շատ խորը հարց տամ։ Եթե մենք տեսնենք, որ Աստծո սերը այն սերն է, որը մենք զգում ենք այս աշխարհի վրա մեկս մյուսիս հանդեպ, արդյոք մենք կշարունակենք հետևել Աստծուն։ Եթե մեր խոսքերից ավելի շատ վիրավորանք է բխում, քան թե շնորհ, կամ եթե մեր շուրթերից ավելի շատ քննադատություն է դուրս գալիս, քան թե աղոթք, եթե մեր սրտերի մեջ ավելի շատ դատապարտություն է, քան թե ողորմություն, եւ եթե քննելով այս ամենը տեսնենք ինչ որ սխալ մի իրավիճակ, ուրեմն ժամանակն է, որ բոլորս մոտենանք Աստծո խաչի առաջ եւ սկսենք խնդրել Աստծուց, որ սովորեցնի մեզ սիրել այնպես, ինչպես նա սիրեց։ Քանզի Աստվածաշնչում Հիսուսն հստակ ասեց. «Սրանով պիտի ճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք, եթե միմյանց հանդեպ սեր ունենաք»։ Նա չասեց ձեզ կճանաչեն ձեր գիտելիքներով, կամ ձեր շնորհներով, ձեր ծառայություններով, ոչ, ասեց եթե միմյանց հանդեպ սեր ունենաք։ Իրական սերը գեղեցիկ խոսքեր չէ։ Իրական սերը դա կյանքի ձև է։ Այն ներում է, համբերում է, բարձրացնում է, օրհնում է եւ ուրախանում է։ Եվ եկեք աղոթենք, որ Աստված մեր շուրթերը ոչ թե լցնի միայն սիրո խոսքերով, այլ աշխատի մեր սրտի հետ, որ երբ որ մարդիկ մեզ հանդիպեն, տեսնեն ոչ թե միայն մեր դատարկ խոսքերը, այլ մեր հնչած ամեն մի խոսքի մեջ, տեսնեն իրական Քրիստոսի մեծագույն սերը։ Սիրելիս, սիրիր, քանի դեռ ժամանակ կա, եւ ներիր, քանի դեռ ուշ չէ։ Ասա այն բարի սիրո խոսքերը, որը կարող է ինչ-որ մեկի սիրտը բժշկել։ Գրկիր, քանի դեռ այդ մարդը քո կողքին է, քանի դեռ հնարավորություն ունես։ Երբեք մի սպասիր վաղվան, որ սիրես, եւ սիրիր այնպես, ինչպես Քրիստոսը ինձ եւ քեզ սիրեց։ Շատ տեղեր սեր փնտրեցի, արցունքն աչքիս հետ դարա, ամեն անգամ փնտրելուց սիրտս խոցված հետ դարձա, սեր էի փնտրում, սեր փափագում, ամեն անգամ սեր ահերսում, ու այդ ցավից չէի էլ տեսնում,
քո սերը դեռ չի փոխվում Հավիտյան է ու մնայուն Դու չլքեցիր ես ընկա Դու չհեռացար իմ մեղքից Քո արյունով կյանք տվեցիր մահվան ձեռքից Ազատեցիր Այժմ այլևս չեմ որոնում Աշխարհի դատարկ սերը ես Քանի որ գտա սերը Հիսուսի Ու դարձար իմաստը իմ անշուք կյանքի